Բարի երեկո, օրլրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Արցախի պետականաշինությունից մինչև ապրիլյան պատերազմ Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ երկրի ղեկավարի հանդիպումը խոստումնալից էր։ Բակո Սահակյանն ամփոփել է նաև Արցախի պատվիրակության այցը Բելգիա։ Այս գիշեր ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հանգիստ իրավիճակը։ Ինչպիսին է պատկերը քաղաքական դաշտում, ինչի գործընթացներ են տեղի ունենում այս օրերին դիվանագիտական տարբեր հարթակներում, հայացք Երևանից։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս փուլում ժամանակատված օգտագործել այսպես ժողովրդավար ներկայանալու, խաղաղության կողմնակից ներկայանալու, կառուցողական ներկայանալու համար միջազգային հանրության աչքին։ Երկրորդը դա զուտ հայկական կողմից գոնությունը քննացնելու մարտավարություն կարող է լինել։ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով եւ անվտանգության հանձնաժողովի զեկուցողը կազմել է զեկույց եւ բանաձևի նախագիծ։ Այն նպատակաուղղված է միջազգային երկխոսության ամրապնդմանն ու համագործակցության բարելավմանը։ Ուսումնական տարվա ավարտը Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում հաշվետու համերգով հանդես են եկել կրթօջախի լավագույն սաները, հիմնականում շրջանավարտները։ Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահ Բակո Սահակյանը Fondation Universitaire կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ։ Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ապրիլի 2-ից 5-ը, Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետևանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին պատասխանել բարձրացված հարցերին։ Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին, նշելով, որ այն օգտակար եւ պահանջված է հատկապես ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում։ Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածություններ, նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցություն ունի խոստումնալից հեռանկարներ եւ փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ։ Ժամակերպելով 70 տարվա պատմական անարդարությանը Արցախի ժողովրդի համազգային ազատագրական շարժման արդյունքում ձևավորել է անկախ ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետություն, որը մտադիր չէ հետ կանգնել իր բռնածուղուց։ Այս հստակ դիրքորոշման մասին Արցախի հանրապետության նախագահը առիթ է ունեցել ասելու Բրյուսելյան իր վերջին հանդիպմանը Foundation Universitaire կազմակերպությունում փորձագիտական, քաղաքագիտական ու գիտական շրջանակների հետ։ Ակադեմիական նման հեղինակավոր կառույցում հանդես գալը Բակո Սահակյանը շատ կարևոր է համարել ներկա աշխարհաքաղաքական բարձ զարգացումների ու Արցախի հիմնախնդրի կարգավորման հրամայականի համատեքստում։ Հանդիպումը վարում էին Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախագահ Ժուլի Դեկրոտն ու անդամ Անդրե Դեբյուսին։ Վերջիններս ուղղությունելով Արցախի ժամանած պատվիրակությանը մեծ պատիվ են համարել նման ձևաչափի կայացումը։ Մեզ համար մեծ պատիվ է այս սրահում հյուրընկալել Արցախի նախագահին եւ իր գլխավորած պատվիրակությանը։ 2 տարի առաջ Արցախում լինելով մենք շատ տպավորված էինք, որ այնտեղ բոլորը խոսում էին խաղաղության կարեւորության մասին։ Ինչպես նաեւ տեսանք, որ ծանր պայմաններում մարդիկ ժողովրդավարություն են կառուցում։ Եվ ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքում պետք է դնել ոչ թե երկու սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության, որոնք երբեք չեն համադրվելու, այլ բանավեճի առանցքում դնել եվրոպական ժողովրդավարական արժեքները, թե ովքեր որքանով են պաշտպանում դրանք։ Եվ պարոնը, որ այստեղ է, Ժան-Կլոդ Դեֆեսեն, մենք հնարավորություն ենք ունեցել, առիթ ունեցել իր հետ միասին 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ գնալ այնտեղ եւ ինքներս համոզվել Ղարաբաղի հայկականության մեջ։ Մինչ լսարանից յուրաքանչյուրն իր համար նման որոշում կկայացներ, Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի պետականաշինության ներքին ու արտաքին քաղաքականության Ղարաբաղյան հակամարտության համապատկերը։ Մեր երկիրը ձգտում է դառնալ միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ եւ վաստակել է այդ իրավունքը մոտ 3 տասնամյակ պայքարելով դրա համար։ Այս ճանապարհին արձանագրած մեր ձեռքբերումների մասին նշում են նաեւ տարբեր պետությունների, այդ թվում եվրոպական երկրների, Բելգիայի քաղաքական եւ հասարակական գործիչները, փորձագետները,
ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալու մեր պետականաշինության գործընթացին։ Արցախի հանրապետության ներկայիս կարգավիճակը դժվարություններ ստեղծում է զարգացման ու առաջընթացի համար, սակայն չի կարող ստիպել նախընտրած արժեհամակարգից հրաժարվել, ինչի արդյունքում էլ այսօր Արցախի ինքնորոշման իրավունքը հարգող ու ճանաչած նահանգներ, քաղաքներ, վարչատարածքային միավորներ կան։ Տարբեր երկրների հետ հարաբերություններ զարգացնելով այդ գործընթացը չենք փոխկապակցում Արցախի ճանաչման հետ, ընդգծել է Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարը, մատնանշելով փոխհարաբերությունների զարգացման նոր ուղղություններ։ Ճիշտ կլիներ, որ միջազգային հանրությունը, միջազգային տարբեր կազմակերպություններ եւ պետություններ մշակեն նոր մոտեցումներ չճանաչված պետությունների հետ հարաբերվելու համար, քաղաքական եւ ոչ քաղաքական ոլորտներում կիրառելով ճկուն մեթոդներ։ Օրինակ, չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա մարդասիրական հարթությունում, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության, սպորտի եւ այլ ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման համար։ Հանդիպմանը Բակո Սահակյանն Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել է վերջին զարգացումների համատեքստում, ընդգծելով, որ նրա կարգավորումը առանձին գործընթաց չէ, այլ սերտորեն փոխկապակցված է գլոբալ եւ տարածաշրջանային հարթությունում։ Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց բանակցությունների նրա լիիրամասնակցության։ Դա ոչ քաղաքական, ոչ բարոյական տեսանկյուններից ճիշտ չէ։ Եվ միջազգային հանրությունը պիտի առավել հասցեական լինի եւ Ադրբեջանին ուղղորդի կառուցողական դաշտ։ Քարորիա պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ երկարատև պատերազմը կարող է դառնալ տարածաշրջանային, նույնիսկ համաշխարհային լայնամասշտաբ բախումների դրդապատճառ։ Այս պատերազմը մեկ անգամ եւս ապացուցեց մի պարզ ճշմարտություն. ողջ հայ ժողովրդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու ազատությունը գերագույն արժեքներ են եւ ամենակարևորը մենք պատրաստ ենք եւ ի վիճակի ենք անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր տունը, ընտանիքը, երկիրն ու արժանապատվությունը։ Բաքվի քաղաքականությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով 22 տարի շարունակ լարվածությունը պահելով, տենդորեն սպառազինվելով, հիբրիդային պատերազմ վարելով, ապրիլին էլ լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկելով, Ադրբեջանը միմիայն իր իրական դեմքն ու նպատակն է ցույց տվել, ինչի նկատմամբ Եվրոպան առավել ուշադիր պետք է լինի։ Լսարանի հարցադրումներին պատասխանելիս ասել է Բակո Սահակյանը. Այնինչ իրականացնում է Ադրբեջանը, դա հավասարաչափ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ այնինչ իրականացնում է Ադրբեջանը, հավասարաչափ վտանգ է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար, միջազգային հանրության համար։ Արցախը պատրաստակամ է եւ այս տարիների ընթացքում բազում առաջարկներ է արել միջազգային միջնորդական ջանքերին տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, սակայն առայժմ առանց լիարժեք հաջողության, բայց որքան էլ սպասելիքները դեռ արդարացված չեն, պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է նպաստել գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Այս վերջի շրջանում այդ առաջարկությունները, որը քննարկվել է Ավստրիայի մայրաքաղաքում Վենայում, նույնպես մեզ համար ընդունելի են եւ մենք անկախ նրանից թե այս պայդրության բանակցությունների լիարժեք կողմ ենք, թե չէ, նպաստելու ենք մեր մասնակցությամբ, թեկուզ եւ ոչ ուղղակի մասնակցությամբ, որպեսզի այդ վստահության մեխանիզմները տեղ գտնեն եւ հիմք հանդիսանան այս բարդ հիմնախնդիրը լուծման արժանացնելու։ Ներկաների Արցախի հանրապետության նախագահին ուղղված հարցադրումներից բացի հայտնի կովկասագետներ հանդես են եկել ելույթներով եւ իրենց դիտարկումները ներկայացրել նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը ներկաներին հրավիրել է Արցախի հանրապետություն, ընդգծելով, որ դա կօգնի ավելի ճիշտ պատկերացում ունենալ, որով էլ նպաստած կլինեն հակամարտության լուծումը գտնելու համար։ Բրյուսելից Մերի Դավթյան, Մահեր Մկրտչյան, օրծրագրի համար։ ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի քաղաքական հարցերով եւ անվտանգության հանձնաժողովի զեկուցող Մարգարետա Սեդարֆելդը կազմել է զեկույց եւ բանաձևի նախագիծ, որը նպատակաուղղված է միջազգային երկխոսության ամրապնդման ու համագործակցության բարելավմանը։ Ինչպես տեղեկացրել են ԵԱԿ-ի գրասենյակից, բանաձևը կքննարկվի հուլիսի 1-ից 5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ։ Բանաձևում նշված է, որ այնպիսի հակամարտությունները, որոնցում ներքաշված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովան, ավելի մեծ ուշադրություն ու քաղաքական կամք են պահանջում։ Սեդարֆելդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության վերջին սրման առնչությամբ։ Բանաձևով կոչ է արվելու խորհրդարանականներին քաջալերել տարածաշրջանում կողմերի քաղաքական կամքը համաձայնության գալու վստահության մթնոլորտի ստեղծման հարցում նվազեցնելու թշնամանքի հետագա ռիսկերը։
Այս գիշեր Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հանգիստ իրավիճակը։ Թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից։ Հայկական կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Սա սահմանին, իսկ ինչպիսին է պատկերը քաղաքական դաշտում։ Ինչ գործընթացներ են տեղի ունենում այս օրերին դիվանագիտական տարբեր հարթակներում, կա արդյոք պատերազմի վերսկսման վտանգ կամ հակառակը, ակնկալիքներ բանակցային գործընթացի վերսկսումից։ Մի խոսքով, Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ Երևանում քաղաքագիտական հերթական կանխատեսումներն են արվել։ Սարգսյան-Ալիև հանդիպումն աստիճանաբար ավելի հստակ է ուրվագծվում։ Հունիսի վերջին անգամ կոնկրետ տեղի մասին լուրեր կան։ Նախատեսվում է նաև Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում։ Լուկաշևիչն էր հայտարարել, որ ՀԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ է, նաև ռուսական մամուլում կար, որ հանդիպումը լինելու է հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում եւ եռակողմ է լինելու, բայց պաշտոնապես որևէ կողմը դա դեռ չի հաստատել։ Բանակցությունների վերսկսման մասին խոսք չկա, կքննարկվեն հետաքննական մեխանիզմներ ներդնելու եւ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի խումբ ընդլայնելու հնարավորությունները, կանխատեսում է քաղաքագետը։ Դրանք բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ են, ուղղված ռազմական գործողությունները վերահսկելիության շրջանակում պահելուն։ Հետագայում նաև եթե հաջողվի լուծել վերոնշյալ տեխնիկական խնդիրները, որոնք միտված են հենց անվտանգության ապահովման բարձրացմանը, դրանից հետո կարող է սկսվել նաև աշխատանքներ, իսկապես նախապատրաստական աշխատանքներ բանակցային գործընթաց վերսկսելու համար։ Բաքուն հիմա ավելի լուրջ պատճառներ ունի պատերազմ սկսելու, քան ապրիլից առաջ, ասում է քաղաքագետը։ Եթե մինչ այդ կարողանում էր ռազմական գործողություններ չսկսել իբրև զիջում ներկայացնել, այժմ բոլորի համար հստակ դարձավ՝ Ադրբեջանը չի կարող առավելության հասնել պատերազմի դաշտում։ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների անփոփոխ մնալու պարագայում սահմանին հարաբերական անդորը Հրանտ Մելիք Շահնազարյանն այսպես է մեկնաբանում։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս փուլում ժամանակատված օգտագործել այսպես ժողովրդավար ներկայանալու, խաղաղության կողմնակից ներկայանալու, կառուցողական ներկայանալու համար միջազգային հանրության աչքին։ Երկրորդը դա զուտ հայկական կողմից գոնությունը քննացնելու մարտավարություն կարող է լինել եւ նաեւ գիտենք, որ ապրիլյան այդ 4-օրյա իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը բավական լուրջ կորուստներ ունեցել, հատկապես իրենց հատուկ ջոկատայինների կազմում եւ երևի թե ինչ-որ ժամանակ է պետք այդպես կոպիտ ասած, բայց վերքերը լիզելու համար։ Նախագահների հանդիպումից միակ շոշափելի արդյունքը կարող է լինել հետաքննական մեխանիզմների ներդրումը, կանխատեսում է քաղաքագետը։ Այդ պարագայում միջնորդները հնարավորություն չեն ունենա ասելու, թե տեղյակ չեն, ով է խախտել հրադադարը։ Սա սակայն քաղաքագետը լուրջ ձեռքբերում չի համարում, ընդհանրապես տեխնիկական հարց, որը կարող է մթնոլորտ ձևավորել միջազգային ընկալումների տեսանկյունից։ Հույս դնել, թե սա խաղաղություն կապահովի, միամտություն է։ Խոսակցությունները, թե հանդիպմանը կարող է տարածքների հարց քննարկվել, Հրանտ Մելիք Շահնազարյանը դատարկաբանություն է համարում։ Միակ հարցը կարող է լինել մինչ ապրիլյան իրավիճակին վերադառնալը 800 հեկտարը հայկական կողմին վերադարձնելով, ինչին Ադրբեջանը դժվար թե համաձայնի։ Որևէ գնով նրանք չեն համաձայնվի վերադառնալ նախապրիլյան այդ իրավիճակին, որտեղ իդեպ անվտանգության մակարդակը ավելի բարձր էր, քան հիմա։ Բայց դրանից բացի տարածքային խնդիրների քննարկում ես այս պահին իրատեսական չեմ համարում։ Ինչպես նաև բանակցային գործընթացի վերսկսումը մեծ հաշվով իրատեսական չեմ համարում։ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ներդրման հարցը, որն այժմ քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, քաղաքագետը հեռանկարային է համարում։ Խոսքը հակաօդային պաշտպանությունը համատեղ կազմակերպելու մասին է, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի խորքում օդուժի շարժին հետևել, ինչպես նաև տիեզերական հետախուզություն իրականացնել։ Այսուհանդերձ Հայաստանի տարածքում հակաօդային պաշտպանությունը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ հրամանատարությունը իրականացնելու է հայկական կողմը։ Աննա Բալյան, Սամվել Բալայան, օր։ Ապրիլյան պատերազմից հետո որոշակի խմբագրվել են Hello Trust կազմակերպության ծրագրերը։ Ականանձերծողներին սպասող տարածքները ընդլայնվել են, ընդ որում շատ դեպքերում նոր տարածքների մաքրումն ավելի անհետաձգելի է, քանի որ դրանք հիմնականում բնակավայրերի հարևանությամբ են մշակվող հողամասերում։ Ապրիլյան պատերազմից հետո Hello Trust կազմակերպության համար աշխատանքի նոր ճակատ է բացվել, մաքրման ենթակա տարածքները ավելացել են 2.400.000 քառակուսի մետրով, վտանգավոր տարածքներ ունենք Մարտակերտում, Ներքին Հոռաթաղ Մոխրաթաղ հատվածում, Մատաղիսում, ինչպես նաև Մարտունու եւ Հադրութի շրջաններում։ Կասետային ռումբերի առատությամբ ամենավտանգավոր տարածքը Մարտակերտից հյուսիս-արևելք է ընկած, մոտ 200 հեկտար տարածք է։
Հետապրիլյան գտածոների թվում առայժմ ամենավտանգավորը այս փոքրիկ ականներն են մնում M095-երը, առայժմ դրանց հիմնական մասը ներքին հոռաթաղ մոխրաթաղ հատվածում է հայտնաբերվել, 180-ից ավելին արտակարգ իրավիճակների պետական ծառայության, 50-ը հելոթրաստի սակրավորների կողմից։ Այս տիպի կասետային ռումբերը վտանգավոր են նախ եւ առաջ այն պատճառով, որ նման գունավոր ժապավեններ ունեն, որոնք գրավիչ են առաջին հերթին երեխաների համար։ Այս ժապավենակիրականները այստեղ են հասնում իսրայելական լար 160 հրթիռներով, յուրաքանչյուր հրթիռ 104 նման ական է բերում։ Գտել ենք 8 հատ, այսինքն եթե 8 հատ գտել ենք, ուրեմն 832 հատ այդ փոքր տիպի չպայթած զինամթերքներից արդեն փաստորեն ընկել է, որից մի 60%-ը, ասենք, պայթել է, իսկ մնացածը հիմա աշխատանքները շարունակվում են եւ նաեւ կարող է արդեն ճարենք էլի ավելի ու իմանանք թե ինչքան են խփել կոնկրետ այդ տարածքի վրա։ Սա էլ BM-21-ի հրթիռի մասն է, հայտնի գրադն է, Էշլի Բոդին անձամբ է նկարել մատաղիսում։ Սա պայթուցիկ բեկորային հրթիռ է, տեղեկություն ունենք, որ Մարտակերտի ուղղությամբ մի քանի 100 նման հրթիռ են կրակել։ Այս դեպքում էլ կա հավանականություն, որ հրթիռը կամ նրա մի մասը կարող է չպայթած լինել, թե հյուսիսում, թե հարավում վտանգավոր տարածքների չափերը դեռ վերջնական չեն համարվում, շտապում են իմացած տեղերը մաքրել, որ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում դժբախտ դեպքեր չլինեն, բայց եւ չեն բացառում, հնարավոր է, որ հենց գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ նոր գտածոներ ի հայտ գան եւ արկա վիճակագրությունը թարմացնեն։ Արցախի հարավում օրինակ օրեր առաջ Սմերչի հերթական հրթիռն են հայտնաբերել։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել գերմանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկի զեյթի տեղեկություններով։ Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների հասցեին հնչեցվող մահվան սպառնալիքների չդադարող տարափը։ Գերմանիայում լույս տեսնող մեկ այլ թերթի տեղեկություններով թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ոստիկանական պաշտպանության տակ առնելու որոշումը կայացվել է անցած շաբաթվա վերջին դաշնային մակարդակում կազմակերպված խորհրդակցություններից հետո, որոնց մասնակցել են պատգամավորները, ոստիկանության եւ քրեական գործերով դաշնային ծառայության ներկայացուցիչները։ Այս խորհրդակցությունների արդյունքում Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ծագումով թուրք պատգամավորների հանդեպ հնչող սպառնալիքները անընդունելի են։ Բունդեսթագի ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած պատգամավորների դեմ սպառնալիքների մի զգալի մասը հնչեցվում է ոչ թե գերմանաբնակ թուրքերի, այլ բուն Թուրքիայի ազգայնական եւ նույնիսկ իշխանական շրջանակների կողմից։ Հենց Թուրքիայից հնչող սպառնալիքներն էին դեռևս պատճառը, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորներին առժամանակ զերծ մնալ պատմական հայրենիք ուղևորություններից։ Մեդիա ազատություն արժեքներ այս խորագրի ներքո Բոն քաղաքում սկսվել է գերմանական Deutsche Welle-ի 9-րդ գլոբալ մեդիա ֆորումը։ Աշխարհի գրեթե 2000 լրագրողների, քաղաքական գործիչների, արվեստի ներկայացուցիչների եւ ակտիվիստների ներկայությամբ խոսքի ազատության մրցանակը հանձնվել է թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Sedat Erginին, որը մարտից դատական գործընթացների մեջ է ենթադրաբար Թուրքիայի նախագահ Էրդողանին վիրավորելու համար։ Վերջերս Թուրքիա այցելած Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Պիտեր Հելինբուրգը մտահոգություն է հայտնել թուրք լրագրողների վրա գործադրվող ճնշումների առնչությամբ։ Նա նշել է, որ այս մրցանակը հանձնելով թուրք լրագրողի իրենք ցանկանում են հստակ ազդանշան ուղարկել Թուրքիային, կոչ անելով վերջ տալ այդ գործելակերպին։ Ֆորումի ժամանակ ցուցադրվել է տեսանյութ Երամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիայում լրագրողների նկատմամբ իշխանությունների վարած բռնի գործելակերպի եւ ժողովրդավարությունը վտանգի տակ լինելու մասին, ինչի գլխավոր պատասխանատուն Deutsche Welle-ի պնդմամբ նախագահ Էրդողանն է։ Գերմանական Bild թերթի տնօրեն Քայ Դիկմանն ամբողջ իր ելույթն նվիրել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումներին, բանտարկված լրագրողներին ներկայացնելով վիճակագրություն հեղինակավոր կառույցների տվյալներ։ Գերմանիայում լրագրողների համար կարևոր եւ ճիշտ է քաղաքական գործիչներին քննադատելը, բայց եկեք անկեղծ լինենք, ինչ ռիսկի ենք դիմում Գերմանիայում մենք լրագրողներս քննադատություններ հնչեցնելու համար։ Բարեբախտաբար բացարձակապես ոչ մի ռիսկ, բայց ամեն օր Թուրքիայում լրագրողները վտանգում են ամեն ինչ։ Մեր թուրք գործընկերները վտանգի տակ են դնում իրենց աշխատանքը, առողջությունը, ազատությունը։ Նրանք վտանգում են իրենց կյանքը, ինչպես Sedat Erginը։ National Geographic հանդեսը հրապարակել է այն 10 երկրների ցանկը, որոնք արժանի են ավելի շատ այցելության այդ երկրների շարքում նաև Հայաստանն է։
Հակառակ Լեռնային Ղարաբաղի սահմանների լարվածությանը Հայաստանն այսօր ապահով է եւ երկիր այցելած զբոսաշրջիկներին առաջարկում է բազմաթիվ գեղեցիկ եւ հետաքրքիր տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն, գրում է հոդվածի հեղինակ Իզաբել Բարթյունը։ Նա հիշեցնում է, որ Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է եւ աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ հայկական հնագույն եկեղեցիները մինչ օրս համարվում են լավ պահպանված հուշարձաններ։ Այդպիսի հուշարձաններից են Գեղարդի վանքն իր քանդակազարդ քարե պատերով եւ Սանահինի վանքը փորագրված խաչքարերով։ Հայկական եկեղեցիները թերևս երկրի միակ տեսարժան վայրերը չեն։ Մայրաքաղաքը Երևանից դուրս գտնվում է Գառնիի տաճարը, իսկ Դիլիջանը որպես առողջարանային քաղաք ստացել է հայկական Շվեյցարիա մականոնը։ National Geographic հանդեսը նաեւ առանձնացրել է Գորիսը, որտեղից էլ ձգվում է ճանապարհը դեպի պատմական Տաթև վանք։ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում ուսումնական տարին ավարտվեց հաշվետու համերգով, հանդես եկան կրթօջախի լավագույն սաները, հիմնականում շրջանավարտները, նաև հանդիսավորությամբ կրթօջախի 29 շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուսումնարանի փոխտնօրեն Վահրամ Արզումանյանի եւ Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Էմանուել Քահանա Վարդանյանի հիշատակը։ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համար տարին հոբելյանական է։ Կրթօջախն այս տարի նշում է հիմնադրման 55-ամյակը։ Հաստատությունը հանդիսանում է երաժշտական պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման կենտրոն։ Գործունեության տարիներին քոլեջը տվել է հազարավոր շրջանավարտներ տարբեր մասնագիտություններով՝ դաշնամուրային, փողային, էստրադային, լարային եւ ժողովրդական գործիքներ, երգեցողություն եւ խմբավարություն։ Հաշվետու համերգն այս տարի առանձնացավ կամերային ուղղվածությամբ, ներկայացնելով բոլոր գործիքներն ու ոճերը։ Ելույթ ունեցողների զգալի մասը շրջանավարտներն էին, ինչը տնօրինության կարծիքով հիանալի փորձուսուցում է մեծ բեմերում ելույթ ունենալու համար։ Հանդիսավոր պայմաններում քոլեջի 29 շրջանավարտները տնօրենի ձեռքից ստացան դիպլոմները։ Իդեպ լավագույն շրջանավարտներն իրենց կրթությունը շարունակել եւ շարունակում են Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այս տարի էլ ավանդույթը չի խախտվել։ 29 շրջանավարտ այս տարի տվենք, մի հատ կարմիր դիպլոմ ունենք, 5 երեխա ուղարկում ենք կոնսերվատորիա։ Մեկը կլասիկ վոկալ, ժող վոկալ, 2 հոգի ժող վոկալ են գնում, մի հատ ֆորտեպիանո, մի հատ էլ կանոն։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր 91 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելիա Համբարձումյանը, նա 1944 թվականից հանրային ռադիոյի ժողովրդիկների անսամբլի մներկչուհին էր։ Համբարձումյանի երգը անձնանում էր ազգային վառ երանգավորումներով, հիմնականում հայտնի էին Սայաթ-Նովայի նրա կատարումները։ Նա նաև հայ աշխուղական արվեստի մյուս մեծերի Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահինի ստացագործությունների կատարումներով գերել է հայ հանդիսատեսին։ 2011 թվականին հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։ Եվ վերջում մեկ հայտարարություն ԼՂ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ վաղվանից մեկնարկում է ԼՂ Մարտունու շրջանում հաշվառված ապրիլյան քարոզիա պատերազմի մասնակից կամավորական քաղաքացիներին ապրիլ ամսում զինվորական ծառայության մեջ փաստացի գտնվելու օրերի համար դրամական փոխհատուցման տրամադրումը։ Գումարները կտրամադրվեն Արցախ Post Փակ բաժնետիրական ընկերության Մարտունու շրջանային մասնաճյուղի միջոցով, հետևյալ հասցեով քաղաք Մարտունի Արզումանյան 5։ Այսքանը դուք դիտում եք օրցրագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ձեղումների եղանակ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 10-ից 15, ցերեկը 23-ից 28 աստիճան տաքություն։